Թուղթ ու գրիչ է մի կողմ դնել խույս տալ բյուրոկրատական քաշքշուկից։ Անհատ ձեռնարկատերերի հաշվառումը տվյալների փոփոխությունն ու հաշվառումից դուրս բերումը, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների պետական գրանցումը առաջարկվում է իրականացնել բացառապես առցանց։ Պահանջը կտարածվի նույնականացման քարտ ունեցող Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանում կացության քարտ կամ հատուկ անձնագիր ունեցող օտարերկրացիների վրա։ Փաստաբանները անցումը դեպի թվայնացում օրինաչափ են համարում, սակայն այն կարծիքին են, թե համակարգի ներդրման հետ աշխատանքի ծավալը կնվազի նաև պետական գրասենյակներում, ինչն էլ իր հերթին կբերի վարչական աշխատատեղերի կրճատմանը։ Օրինակ կադաստրի կոմիտեում նախկինում դու գնում էիր եւ աշխատակիցը ինքն էր լրացնում էլեկտրոնային համակարգով դիմումները։ Հիմա քանի որ դու ես պարտավոր կադաստրի կայքում լրացնել դիմումները, այսինքն աշխատանքի ծավալն է փոքրանում տվյալ մարմնի եւ դա ակնհայտորեն հանգեցնելու է աշխատատեղերի նվազեցմանը։ Ըստ պաշտոնական հիմնավորումների նախագծի նպատակը քաղաքացիների ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը, փաստաթղթաշրջանառությունն ու պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է, ինչպես նաև Հայաստանում ներդրումային եւ գործարար միջավայրի բիզնեսի մեկնարկի ընթացակարգերը բարելավելն է, այն դարձնելով առավել պարզ եւ արագ։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է տարեկան շուրջ 70 միլիոն դրամի չափով պետական բյուջեի եկամուտների նվազեցում։ Նշված եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն անհատ ձեռնարկատիրոջ առցանց հաշվառումն իրականացվում է առանց պետական տուրքի, իսկ թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 3000 դրամ։ Փաստաբանները թվայնացումը բնական եւ անհրաժեշտ գործընթաց են համարում, սակայն պարտադիր եղանակի անցնելու դեպքում կարևորում են համակարգերի տեխնիկական պատրաստվածությունը։ Համոզված են, որ քարտի կորուստը, նոր փաստաթուղթ ստանալու ձգձգումը կամ համակարգի խափանումը կարող են գործնական խոչընդոտներ ստեղծել։ Եթե դու քո նույնականացման քարտը օրինակ կորցնես, նորը ստանալու համար մի քանի ամիս հերթ ես կանգնում, իսկ այդ ընթացքում ինչպես աշխատես եւ ստորագրես, այսինքն տեխնիկական նման խնդիրներ, անկազմակերպ որոշակի process-ներ կան, դրանք ներկայումս էլ կան եւ բնականաբար ինչքան արդեն այդ թվային հաղորդակցության միջոցները պարտադիր դառնան, այնքան շատանալու են այդ խնդիրները։ Երկար անցումային շրջան նախագծով նույնպես նախատեսված չէ։ Փաստաբանները սակայն այն համոզման են, որ համակարգը նախ պետք էր փորձարկել արձանագրել խնդիրները եւ միայն դրանից հետո առցանց եղանակը դարձնել պարտադիր։ Թե որքանով այս փոփոխությունը կպարզեցնի քաղաքացիների գործը, մասնագետների կարծիքով կախված կլինի համակարգի պատրաստվածությունից։ Հակառակ դեպքում հերթերն ու թղթաբանությունը նվազեցնելու նպատակով ներդրված կարգավորումը կարող է քաղաքացիների համար նոր, արդեն տեխնիկական խոչընդոտներ ստեղծել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։